Հայաստանի Հանրապետության դատարանները հրաժարվել են կալանավորել 2020 թվականի պատերազմի ավարտից հետո կառավարության եւ ազգային ժողովի վարչական շենքերում զանգվածային անկարգության մասնակիցներին։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ին քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ նշված անձիկ ինչպես առանձին, այնպես էլ միմյանց գործողությունները լրացնելով, ոտքերով հարվածնելով կոտրել են Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի մի շարք դռներ, պոկելու եղանակով վնասել շենքի գույքը, այդ կերպ մասնակցելով, ջարդելով, գույք ոչնչացնելով, վնասելով եւ բռնություն գործադրելով զուգորդված զանգվածային անկարգություններին։ Նախաքննություն իրականացնող քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 9 անձի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով զանգվածային անկարգություններին մասնակցելը։ Ձևավորված քննչական խմբի կողմից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կատարվել են խուզարկություններ եւ զանգվածային անկարգությունների մասնակցած 9 անձիկ հայտնաբերվել եւ ձերբակալվել են։ Նախաքննական մարմինը նաեւ հայտնում էր, որ միջնորդություններ են ներկայացվել դատարան նշված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Արդյունքում Արմլուրահատվականը քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե ի վերջո ձերբակալված անձանց մասով ինչ որոշումներ են կայացվել։ Կալանավորվեցին նրանք, թե ոչ։ Ի պատասխան քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, վարչական վերահսկողությունը եւ գրավը, 5 անձի նկատմամբ վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելք, երկուսի նկատմամբ բացակայելու արգելքը։ Ասել է, թե 5 տարի անց իրավապահները գտան ազգային ժողով կառավարություն ներխուժած անձանց եւ ցանկանում էին կալանքի տանել, սակայն դատարանները մերժել են նախաքննական մարմնի միջնորդությունները եւ վերոնշյալ անձանց նկատմամբ տարբեր խափանման միջոցներ են կիրառվել։ Գործով նախաքննությունը շարունակվում է։